Ես անձամբ ունենալով 3 կրթություն բարձրագույն, ունենալով ավելի բարձր որակավորում, քան շատ տղամարդիկ, կարող եմ հանգիստ թիրախավորվել, ասեն դու ինչ մասնագետ ես, որ խոսում ես։ Ես մարդ եմ, որը միշտ պայքարում է։ Բոլոր շարժումներով կարծես թե անցել եմ, սկսած Մաշտոցի պուրակի շարժումներ, բնապահպանական տարբեր շարժումներն էին, որոնց մասնակցում էի, ֆեմինիստական տարբեր ցույցերն ու ակցիաներն էին, եւ այդ թիրախավորումը հիմնականում էլի գալիս էր գործունեության սպეციფიკայից, որ կինը ինչու պիտի, չգիտեմ, բան վերցնի, մեգաֆոնով խոսի, դա ընդունված չէր։ Ես շատ հաճախ ակցիաների ժամանակ օգտագործել եմ նաև ջութակ, հակադրելով բռնության մշակույթին, կյանքի մշակույթը, բայց թիրախավորել են, որ ինչեր ես խոսում, գնա ջութակը նվագի։ Երբ զբաղվում ես ընտանեկան բռնության ենթարկված կանանց, բռնարարները գտնում են, թիրախավորում են, կոմենտներ են գրում, ասում են, որ ընտանիք քանդող ես, ընտանիքները քայքայող ես, միաժամանակ կասկածի տակ են դնում քո անձնական ընտանեկան կյանքը, որքան դժբախտ ես դու, որ զբաղված ես ուրիշների կյանքերով։ Եթե ասեմ, որ ընտանիքը նմանատիպ թիրախավորումներից ու սպառնալիքներից չի անհանգստանում, ստած կլինեմ իհարկե, անհանգստանում են եւ ինձ համար են անհանգստանում, երբ երեխաները փոքր էին, իհարկե անհանգստանում ենք նաեւ իրենց հանկարծ չդիպչեն եւ որևէ կերպ չհասնեն, հատկապես երբ օլիգարխիկ ինչ-որ խնդիրների վերաբերյալ էինք խոսում կամ դուրս գալիս փողոց եւ այդ ակցիաներից հետո անպայման հետեւում էր թիրախավորումը, բայց հաղթահարում ենք։ Մենք միասին ենք հաղթահարում դա։ Պայքարը մշտապես բերում է ինչ-որ փոփոխություն։ 15 տարի առաջ մենք պայքարում էինք փողոցում, որ Հայաստանում լինի ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրություն։ Այսօր այդ օրենսդրությունը կա։ 15 տարի առաջ, երբ կինը զանգահարում էր ոստիկանություն եւ ասում էր, որ տանը դաժան ծեծի է ենթարկվել, ասում էին, որ որևէ կերպ չեն կարող իրեն պաշտպանել, բայց այսօր կարողանում են նույն ոստիկանությունը կանխարգելել հետագա զարգացումը։ 15 տարի առաջ, երբ հարցնեիր Հայաստանում հասարակության օղակի փողոցում որևէ ակցիա կատարելուց, մոտենում են եւ ասում էին սուտ եք խոսում, այդպիսի բան չկա։ Այսօր մարդիկ խոսում են դրա մասին, բարձրաձայնում են եւ նույնիսկ փորձում են պետությանը ահազանգել, որ այսպիսի դեպքեր կան։ Բայց դա բավարար չէ։ Եթե մեկ օր դադարեցնում ես քո պայքարը, մեկ օր լռում ես եւ մեկ օր փորձում ես ասել, որ լուծված է խնդիրը դարձյալ գլուխ է բարձրացնում եւ դարձյալ ահազանգում է այն մակարդակում, որը կարող է լինել 15 տարի առաջ, այսինքն պայքարը անվերջ շարունակվում է։